Ուրեմն քննչական կոմիտեն գործ է հարուցել հայտնի իրազեկվածի հաղորդման հիման վրա եւ քննչական կոմիտեում քննվել է ես հրավիրվել եմ հարցազրույցի ես հանդիպման ուրեմն երբ որ ես հանդիպեցի այնտեղ ինձ ասացին որ կան նախաքննական գաղտնիքներ որոնք պետք չի բացահայտել եւ այլն եւ դուք պետք է պարտավորված լինեք այդ նախաքննության գաղտնիքները չբացահայտել ես ասացի շատ լավ իսկ այդ արգելքը վերաբերում է միայն ինձ թե նաեւ ձեզ ուրեմն բարձվեց այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես եւ դա գիտեք ինչի է նմանվում է ասենք մի դարպասի ֆուտբոլի խաղի նման ինչ որ մարդիկ իմ ձեռքերը կապում են եւ որոշները փորձում են հարվածել բայց հանկարծ բարձում է որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել 3-րդ, 4-րդ անձանց ձեռքը իհարկե ես դրանից էլ չեմ ներսրտում ոչ էլ դրանից էլ որևէ երկյուղ ունեմ ուրեմն մեկ օրվա մեջ նշանակում է փորձաքննություն կարծեմ Բաբայան Արսենը այստեղ պետք է լիներ կամ եթե այստեղ չի ինքը հայտարարություններ արել է մեկ օրվա մեջ նշանակում է փորձաքննություն եւ մեկ օրվա մեջ փորձաքննության արդյունքները փոխանցվում է այդ քննության հետ կապ չունեցող անձին այդպես չի փորձաքննությունը նշանակվել է քննչական կոմիտեի կողմից եւ փոխանցվել է մեր եպիսկոպոսներից մեկին ենթադրաբար ես այդպես գիտեմ որովհետեւ այդ փորձաքննության արդյունքը Համենայն դեպս հրապարակվեց, որ մեր եպիսկոպոսներից մեկին։ Չգիտեմ, վայ ջան, հիմա ասեմ։ Հիմա տեսեք, ընթացակարգերով հետևյալն է։ Երբ որ փորձաքննություն ես ուզում օբյեկտիվ պատրաստել, պետք է ներգրավել այն անձին, ով ներգրաված է այդ հարցում։ Գետ մենք հնարավորություն պիտի ունենայինք հարցադրումները կազմությանը ինքներս մասնակցել։ Բացարձակապես նման երևույթ չի եղել։ Երկրորդը, եթե անգամ փորձաքննություն ա լինում, Արսենը շատ լավ նշել է, փորձաքննություններ են եղել, որոնք տևել են 8 ամիս։ Եվ մեկ օրում հանկարծ պարզվում է, որ այդ անձը, որ պատկերված է տեսագրության մեջ, իբրև թե ես եմ։ Այնինչ ես իրենց միանշանակ հայտարարել եմ, սիրելիներս, այս գործը եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք եւ ատելություն սերմանելու հիմքով։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Խախտված չէ նաեւ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսագրությունը եւ ով տարածել է։ Իհարկե ես չեմ։ Գիտեք, շատ տհաճ է ինձ համար այս հարցադրումներին պատասխանելը, բայց ես այո կանչվել է եւ նույնը իր դիրքորոշումն է եւ ոչ միայն իր դիրքորոշումն է, իմ ընտանիքի բոլոր անդամները պարզապես այս տհաճ իրավիճակում ես թույլ չեմ տա իրենց խնդրել պարզաբանումներով հանդես գան։ Իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ իհարկե շատ տհաճ անախորժ իրավիճակի մեջ են հայտնվել մեր համերաշխություն քարոզող իշխանությունների թեթև ձեռքով, բայց իրենք էլ իհարկե միանշանակորեն դաժոխտում են։ Եվ չի կարող այդպիսի բան եղած լինել։ Չի կարող։ Այո։ Տեսեք, հերթով կանդրադառնանք հարցերին, ես առայժմ պատասխանում եմ մեր սիրելի Ռուզանայի հարցերին, դուք առիթ կունենաք այս հարցերին, ես իհարկե որքան էլ տհաճ լինի, հաշվի առնելով դրա հանրային հնչեղությունը, ամենայն մանրամասնությամբ պատրաստ եմ պատասխանելու։ Քանի որ այսօրվա մեր հանրային դիսկուրսը այս մակարդակի է իջել, ես կպատասխանեմ այդ հարցերին, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ խուսափում եմ։ Որտեղ կանգնեցինք։ Հա, հիմա ինչ քայլեր են ձեռնարկելու։ Ես իհարկե ցանկացած քայլ, որը կկատարեի, պետք է այդ ասպեկտից մեկնված իրականացվեր։ Հիմա տեսեք ինչ կարող էի ես անել։ Ես կարող էի
դադարեցնել իմ ծառայությունը, խնդրել դադարեցնել իմ ծառայությունը, բայց դադարեցնելու դեպքում ես մտավախություն ունեի, որ պետք է լսնեմ ջուր այն մարդկանց ջրաղացին, ովքեր որ ստեղծել են այս հերյուրանքը։